հետո ինչ-որ ճշմարան, հորդորի, համոզելու, պահանջի, չգիտեմ ինչ-որ ազդեցության տակ, դուք փոխել եք ձեր պատկերացումը, ու հիմա հայտում եք, որ դա ընդհանրապես ձեր կարծիքն է եղել։ Դուք ենթադրեցի, որ դուք ունեք երկու բարձրագույն կրթություն։ Ձեր բարձրագույն կրթություն ունենալու հանգամանքը ձեզ չէր, ուրեմն տաշկանդում այն առումով, որ շատ զգուշ եւ զգոն պետք է լիներ զոհված զինծառայողի ծնողի հետ շփվելիս նման հաստատական պնդումներ անելուց, որովհետեւ ձեր ամենի խոսքը նույնիսկ զոհված զինծառայողի ծնողի համար կարող ունենա ճակատագրական նշանակություն։ Հիմա դուք արել եք հայտարարություն, ու այս գործում պատվժան դատարան։ Այս գործում սա որ երրորդ դեպքը սկսած են автокար իրավիճակների նախարարության գնդապետից, նա վերջացած Պաուլ Մերսյանը։ Ծնողների հետ ունեցած շփոթում, հանրային դիրքում ունեցած հայտարարությունները դրել արտահայտության համար, հետո եթե դուք նման պնդում եք անում, ես կարող եմ ինձ թույլ տալ հայտարարելու, որ դուք ծնողների հետ ունեցած ուրեմն կարճատև շփման ընթացքում անպատասխանատու հայտարարություններ եք արել, որի արդյունքը այս գործի նկատմամբ այս անվստահություն, այս ճգնաժամն է։ Հիմա տեսեք, այս գործի առանցքը հենց Գարուշի դուրս գալու մեջ է, շան գլուխը տեղ է թաքնված, որտեղ բոլորի մոտ այդ հարցն առաջանում, այդ ո՞նց է Գարուշը դուրս եկավ, մնացած 14 զինծառայողը դուրս չեկավ։ Հիմա դուք մարդկանց ասել եք մի բան, որը այսօր ասում եք դա ինձ կարծիքներ է, ձեր կարծիքը պետք է մնար ձեր տանը կամ ձեր մեջ, առավել ևս, երբ որ մենք գործ ունենք բարձրագույն կրթություն ունեցող հոգեբանի հետ։ Ստերից է ձևավորվում ձեր նկատմամբ ունեցած անվստահությունը, ես չգիտեմ ինչու համար ձեր խոսքին, հիմա ձեր խոսքին ինչու, ես հիմա ձեր խոսքին այս խոսքին պետք է հավատամ եւ չհավատամ զոհված զինծառայողների ծնողների հետ ունեցած հանդիպման ժամանակ ձեր այդ ժամանակվա արված խոսքին, ինչու, որն է, այն ժամանակ զինվորական համազգեստով եք եղել, հիմա բաշխում, ուրեմն ջինսով, չէ՞։ Մենք գործ ունենք նույն մարդու հետ, եւ հենց այս պատասխանատու մոտեցումն է վերել այս ճգնաժամի առաջացմանը։ Խնդրեմ, դա ասելուք ունեք, ինչու է ձեզ հավատան հիմա, հավատան դատարան, ինչու ձեր խոսքը պետք է հիմա ավելի արժան է հավատ համարի, քան ծնողների հետ, այն ժամանակ այդ դեպքը ես հիշում եմ Արմանի Գարի Բարսեղյանի պապիկի հողարկալությունը դեպքից քիչ անց էր տեղ ունեցել, այսինքն այդ ամենատարք ժամանակահատվածում դուք նման պնդում եք արել ծնողների հետ ունեցած հանդիպման ժամանակ։ Եթե ինչ-որ բան եք այս առումով ասելու խնդրում։ Նախ պարզաբան է բարեգործական, որ որևէ մեկը ինձ վրա ճնշում չի գործադրել։ Ես ձեր նշած մարդկանցից որևէ մեկի հետ չեմ հանդիպել, մասնավորապես Գարուշի, Ժիրայրի դեպքից հետո առավել ևս չեմ հանդիպել, որևէ նախաձեռնություն չի եղել, որ ես իրանց հանդիպեմ, ոչ էլ իրանք ինձ նախաձեռնել, որ հանդիպեմ։ Իսկ որ ձեզ ես նշում եմ, ասում եմ կոնկրետ քննչականում ինչի համար ու մանրակրկիտ ես բացատրել եմ հետևյալի մասին, որ ես դեպքի վայրում չեմ եղել, իմ գործողությունները եղել է որը, ասեմ ավելին դաժե հարցել ուղեր, չգիտեմ չեմ էլ հիշում գրանցել են թե չէ որ, պարոն քննիչ, ինչի համար ես կանչում, երբ որ դու ասում ես ես տեղյակ եմ, որ դուք տարբեր, ես չեմ ուզում անկեղծ մի անհատական մեր ընկերը մահացել է, որ իրա մայից հետո դու կանչում ես, ասում ես շուտ պետք է կանչեինք ինչի էլ որ չեմ ուզում, հա? Մեր ընկերը Բարսեղյան Արմանը որ մահացել է, իրա մահվանից հետո, բավականին հետո, մի 6 ամիս հետո նորից կանչել է, մա դուք սենց զրույց եք ունեցել, քննիչը, ու ասում եմ, որ շատ բան կա, որ մենք որ ընտանիքի միջավայրում քննարկել ենք, ոնց կարող էր, ոնց կարող չլներ, այս տիպի վարկածներ, որը որ ես չեմ ուզում հայտնեմ, որովհետև մեր ընկերը կենդանի չի։ Շատ բայց այն ամենայնիվ խոնարհում ես Արման Բարսեղյանի լուսավորի շատ լավ ժամանակ եմ շփվել իրար, լուսավոր մարդը ինքը իր ցավը տեսքից իր ողջունությունն մի խոսքով, բայց եթե այս ասել տարբեր վարկածների մասին եմ քննարկել, ես ասում եմ, այս գործի գերակա շահը այն աստիճանի է, իմ խնդրանքը ձեզ, եթե դուք ինչ-որ վարկածի մասին ունեք սեփական պատկերացումները կամ ունեք որոշակի տեղեկություններ, տվյալներ, որոնք կարող են որոշակիորեն այն հատուցության վրա գնահատել այս տեղի ունեցածը, ես խնդրեմ կարող եք խնդրում եմ ձեզ ասել, ինչ-որ բան ունեք ասել այդ առումով։ Ես գիտեմ այնքանի իշքանով, որ հետևում եք պարոն Նովիկյան։ Ես անձնապես այդ ողբերգությունը ապրել եմ ու իմ համար անձնապես ուզում եմ իմանամ ձեր նշածը։
ի վերջոն այդ ձեր ասած, առավել եւս որ ինչի հետ մենք գործ ունենք։ Շատ շնորհակալություն պարոն Ներսյան։ Իսկ ջուր կտակ որ խնդրեմ։ Դուք հանձնարարում ինչու եք գնացել հանձնարարությունը կատարել որ տեսել եք հանձնարարությունը։ Գիշերը որ չէի կարող կապ հաստատեի, ապնվել եմ բրիգադի կամանատարի հետ, ասեցի չի հոսպիտալ, սա մարդիկ կան, հենց այդպես ողջ մարդիկ կան, մենա զինվորական հոսպիտալ, իջել եմ զինվորական հոսպիտալ։ Ինչ պետք է անենք, ինչ պետք է անենք, դուք ինչ պետք է անենք։ Զինվորական հոսպիտալ, որ տենայինք ոնց է վիճակը իրենց, մարդկային օրը զուտ գնայինք տենայինք ոնց է վիճակը ովքեր են, ես չգիտեի։ Շատ իսկ ռադիկի ժիրայինի մեթոդը կամ այլ անձան այդ օրը որ դեպքի վայրում դեպքերը ողջ մնացել ում եք տեսել։ Այդ օրը ռազմական ոստիկանությունից առավոտյան կողմերի եթե արդեն չեմ սխալվում ոտե գտնվող ողջ զինծառայողներին որ տարել էին բերել էին հոսպիտալ Բուզզան։ Այլ ռադիկի ժիրայինի մասին դուք ինչ ասեք իրանց հետ հանդիպել եք այդ օրը չեմ զրուցել, չեմ հանդիպել, բայց տեսել եմ որ բերել են զինվորական հոսպիտալ զննելու։ Չէ, որպես հոգեբան, առավել ևս որ այդ դեպքից հետո իրանք ողջ են մնացել, ձեր չհետաքրքրեց նա հասկանայիք ինչ է տեղ ունեցել։ Զբույր զննում էին իրականացնում պարոն Նորիկյան, իրանք։ Ես այդ ընթացքում նաև զուգահեռ գնացել էի սկորիների մեջից, օգնում էի, իջացնում էինք զոհված զինծառայողներ։ Օգնել եմ, ես եմ օգնել 2-3 հոգի։ Այսինքն անկեղծ ձեզ չհետաքրքրիր, օրինակ ինձ մինչև հիմա հետաքրքրում է ժիրայի ու ռադիկի հոգեբանական նկարագիրը դեպքից հետո։ Երիշեի մասին չեմ խոսում, բայց այդ ողջ մնացածների առավել ևս թեթե մարմնական վնասը այլված է ստացած անձանց, Լևոնի չէ, ռադիկի, Գարուշի, ժիրայի, օրինակ ձեզ որպես հոգեբան չհետաքրքրեց, նա տեսնեք այս մարդիկ ոնց է ողջ մնացել, ոնց է փոխվել, հիմա ինչ են զգում, գուցե վախեցած են, գուցե սարսափած են, գուցե չգիտեմ տեղում չեն եղել, լրիվ հոգեբանական վիճակի մասն են ուզում հարցնել։ Իրանք որ ոստիկանների հետ եկան, պարոն Նորիկյան, այդտեղ խառնաշփոթ իրավիճակ է։ Ես անգամ ներս մենք չէինք կարող մտնեինք, որ խոսայինք, որտեղ ոստիկանները բերել էին, առավել ևս որ արդեն հայտնի է ինչ ա եղել, լինելով մասնագիտությունը կապ չունի, ես նշեցի, որ անձնապես եմ ճանաչի, ես ինքս եղել եմ այդ ժամանակ, այդ ամբողջ ինֆորմացիան իմանալուց հետո, վատ վիճակում, ինչ առումով, որ ես ճանաչել եմ իրանց, այդ առումով, ու որ իրանց տենան, խոսան, ցանկանան, եղել է ցանկություն, որ իրանց տենան իմանանք ի վերջո այդ ձեր նշածը, ինչ հանգամանքներում է, իրանք ինչ վիճակում են, կարան հետագայում ծառայեն, թե չէ, ինչ են զգում, ինչ չեն զգում։ Տեսական մի հատ բան, որպեսզի հասկանանք այդ հարցի, ես ուզում եմ հավատալ, որ հասկանանք հարցի եթա։ Գիտեք, ուրիշ հոգեվիճակ կլինի, երբ որ ես հիմա դատական լիստերի դահլիճում եմ, այս տպավորությունից որ դրի ուրիշ հոգեբանական իրավիճակ կամ նկարագիր ձևավորվի, լրիվ ուրիշ հոգեբանական վիճակում գտնեմ, երբ որ ես այս դատական լիստերի դահլիճում չլինեմ։ Օրինակ ես շատ ուրախ կլինեի, երբ որ մենք ունենայինք այդ պատկերը համոզվելու համար ժիրայի, ռադիկի, այդ տարածքում գտնվելուց հետո իրանց մոտ ձևավորված հոգեբանական իրավիճակը եւ դիցում ենթադրենք իրանք այդտեղ չեն եղել, հետո հանգամանքների բերումով են այդտեղ դեպքից հետո են եկել, դրանից հետո իրենք, այսպես ասած, նրանց հոգեբանական վիճակի վերաբերյալ ընդհանուր պատկերը։ Դուք օրինակ այդ իրանց տեսնելուց այդպես տպավորություն ձևավորվեց, որ իրանք այդ դեպքի ժամանակ կամ դրանից անմիջապես հետո կամ դեպքի ժամանակը տեղ են եղել, թե չէ։ Տպավորվեց այդպես, որտեղ այդ նույն հուզական բարձր վիճակում իրանք են եղել։ Այդ հուզական վիճակը։ Եվ վերջի երկու հարցն ուզում հարցնել, պարոն